Հունիսի 1-ին տեղի է ունեցել աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը, սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության եւ իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում ծրագրի մեկնարկի արարողությունը։ Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության եւ իրավապահ համակարգի բարեփոխումներին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով ծրագիրը կարևոր քայլ է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ եւ արժանապատիվ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաեւ մարդկային կապերի ամրապնդման ճանապարհին։ Նախարարը կարևորել է նաեւ ԵՄ անդամ պետությունների հետ գործընկերության խորացումը, նշելով, որ ծրագիրն իրականացվում է Լիտվայի Հանրապետության հետ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանի խոսքով վարչապետի առաջնորդությամբ Հայաստանը նպատակ ունի հնարավորինս արագ հասնել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը եւ ներքին գործերի նախարարությունը շարունակելու է հետեւողական աշխատանքն այդ ուղղությամբ։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գինտարաս Ալեքսանդրավիչուսը, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ ԵՄ եւ Լիտվայի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը, ընդգծելով, որ ներքին գործերի նախարարության համակարգմամբ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում իրականացվող բարեփոխումներն արդեն տալիս են տեսանելի եւ շոշափելի արդյունքներ։ Ծրագրի թիմի ղեկավար Էվելինա Գուձինսկայտեն ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղություններն ու նախատեսված միջոցառումները։ Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը, սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության եւ իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Լիտվայի Հանրապետության կողմից ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Եթե քաղաքացու անձահաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է, կարող է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Այս հարցի պատասխանը բաղկացած է երկու մասից։ Իրավիճակներ, երբ քաղաքացու անձահաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է մինչև 6 ամսով, եւ իրավիճակներ, երբ քաղաքացու անձահաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է ավելի քան 6 ամսով։ Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին, նա պետք է գտնի իր անունը ցուցակներում եւ միանգամից քվեարկության օրը հունիսի 7-ին ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս եւ իրացնել իր ընտրելու իրավունքը։ Երկրորդ պարագայում անձը պետք է փոխանակի իր անձնագիրը եւ դա պետք է անել արդեն այսօր։ Փոխանակված անձնագրով անձը կարող է հանգիստ քվեարկել։ Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել եւ տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կրկին կարող է մասնակցել ընտրություններին։ Բայց այստեղ կա նաեւ երրորդ սցենար, երբ անձը ստացել է քաղաքացիություն եւ երբևէ դեռևս չի անձնագրավորվել։ Պետք է խնդրենք մինչեւ քվեարկության օրը անպայման հասցնել ձեռք բերել անձնագիր, որովհետև դա նախապայման է քվեարկությանը մասնակցելու համար։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազգային ժողովի ընտրությունների դեպքում ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը տեխնացուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 6 տարի ժամկետով։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է արդար ընտրությունից։ Ընտրական բարեգործությունը քրեորեն պատժելի է։ Հունիսի 1-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Գինտարաս Ալեքսանդրավիչուսին։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքների նշանակությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաեւ սույն թվականի մայիսի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրին, որն առավել ամուր հիմք է ստեղծում երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման համար, այդ թվում ներքին գործերի ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 1-ից Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Լիտվայի Հանրապետության գործընկերությամբ մեկնարկելիք նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները։ Նշվել է, որ ծրագիրը կարևոր դեր կունենա Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությանն
աջակցելու գործում սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության եւ իրավապահ մարմինների բարեփոխումների ուղղություններով։ Անդրադառնալով ծրագրի առաջնահերթություններին, նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է հատկապես կրթական բաղադրիչը սահմանների կառավարման ոլորտի զարգացման համատեքստում։ Նրա խոսքով ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ոստիկանների եւ փրկարարների պատրաստման ու վերապատրաստման ծրագրերին զուգահեռ նախատեսվում է ձևավորել նաեւ սահմանապահների մասնագիտական կրթության նոր ուղղություն, հիմնված միջազգային առաջատար փորձի եւ ժամանակակից կրթական մեթոդների վրա։ Արմեն Ղազարյանի գնահատմամբ սա Հայաստանի կողմից սահմանների համալիր կառավարման համակարգի ձևավորման կարևոր քայլերից է, որը համահունչ է եվրոպական եւ միջազգային լավագույն փորձին։ Փաստաթղթերի անվտանգության ոլորտում քննարկվել են իրավական եւ տեղեկատվական կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, իսկ իրավապահ մարմինների բարեփոխումների համատեքստում անդրադարձ է կատարվել հատկապես քրեական ոստիկանության կարողությունների ամրապնդմանը, տեխնիկական եւ մեթոդաբանական աջակցության հնարավոր ուղղություններով։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակական զարգացման իրենց հանձնառությունը, կարևորելով համատեղ ծրագրերի շրջանակում փորձի փոխանակումն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ Լիտվական կողմը եւս վերահաստատել է Հայաստանի հետ ընթացիկ եւ ապագա նախաձեռնություններում ակտիվ ներգրավվածություն ապահովելու իր պատրաստակամությունը։ Եթե անձը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, սակայն ցանկանում է ժամանել եւ մասնակցել քվեարկությանը, ինչ պետք է անի։ Երկու կարևոր գործողություն ունի իրականացնելու տվյալ անձը։ Պետք է ստուգի իր հաշվառումը, պետք է ստուգի իր անձնագրի վավերականության ժամկետը, կամ պարզապես անհրաժեշտ է ստուգել նախնական ցուցակները, որոնք արդեն հրապարակված են։ Եթե անձը չի հայտնաբերի իր տվյալները նախնական ցուցակներում, ապա կամ հաշվառման խնդիրն է պետք կարգավորել, կամ անձնագրի։ Երկու դեպքում էլ արդեն գործելու ժամանակն է։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է։ Ընտրակաշարք ստանալը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ, ընտրակաշարք տալը մինչև 8 տարի ազատազրկմամբ։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է ազատ ընտրությունից, քո ձայնը վստահություն է, ոչ թե վաճառքի առարկա։ Ինչպես կարող է մահացած անձի անուն ազգանունը մնալ ցուցակներում։ Այս հարցին իհարկե բազմիցս անդրադարձել ենք, սակայն կրկնեմ եւս մեկ անգամ։ Եթե մահը արձանագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա լիազոր մարմինը չի ստանում մահվան վերաբերյալ որևէ տեղեկատվություն, մինչև հարազատները, ընտանիքի անդամները չեն դիմում լիազոր մարմնին կամ քաղաքացիության ակտերի գրանցման գործակալություն կամ միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Եթե հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ ցուցակներում, անպայման դիմեք մեզ։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է։ Հավաքին մասնակցելուն հարկադրելը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով։ Եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ մարդու տվյալներ, ինչ անել։ Տվյալ պարագայում անպայման պետք է դիմել ոլորտի լիազոր մարմին, միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Նման իրավիճակ հնարավոր է, եթե այդ հաշվառումը պահպանված է դեռևս վաղուց, գուցե տվյալ բնակելի տարածքի նախկին սեփականատերերի կողմից կատարված հաշվառում է։ Մենք իրավիճակը շատ արագ անմիջապես կշտկենք։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է։ Քվեարկության օրը արգելվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը։ Ընտրատեղամասի տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները, անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից։ Եթե վերջնական ցուցակների հրապարակման պահին դեռևս լրացած չէ անձի 18 տարին, կարողանալու է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Պատասխանը դրական է, կարողանալու է։ Ավելին, եթե անձի 18 տարին լրանում է անմիջապես հունիսի 7-ին, քվեարկության օրը, ապա նրա տվյալները արդեն իսկ ներգրաված են ցուցակներում։ Բոլորը կարող են ստուգել եւ համոզվել, ինչպես նաեւ անպայման քվեարկել։